Բարև ձեզ։ Ազատություն ռադիոկայանը այսօր հրապարակել է տեղեկություն Եվրամիության դեսպանների Բրյուսելում կայացրած որոշման մասին, որը վերաբերում է Հայաստանին։ Ավելի կոնկրետ, խոսքը Հայաստանում արագ արձագանքման խմբի տեղակայման մասին է, որ Եվրամիությունը մտադրություն է ունեցել դեռ շաբաթներ առաջ, եւ այդ մտադրությունը պայմանավորել է Հայաստանի իշխանության խնդրանք նամակով։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այդ խնդրանք նամակն ըստ ամենայնի ընդհանրապես ֆորմալ, այսպես ասենք, կարգավիճակ ապահովող հանգամանքն է, իսկ բուն խմբի ներկայությունը Հայաստանում դա առավելապես Եվրամիության շահագրգռությունն է։ Պարզապես տեղի է ունեցել թերևս գործարքային տրամաբանության փոխանակում, Եվրամիությունը համաձայն է շատ լոյալ վերաբերել ներքին կյանքում Հայաստանի իշխանության ընդդիմության հանդեպ շատ հաճախ ոչ ժողովրդավարական, ոչ իրավաչափ քայլերին, միևնույն ժամանակ տրամադրել ֆինանսական աջակցություն եւ դրա դիմաց ստանալ հնարավորություն անմիջական մեխանիզմով ներգրավվածություն ունենալ Հայաստանում։ Իսկ այդ մեխանիզմը Եվրամիությանը անհրաժեշտ է շատ ավելի գլոբալ քաղաքականության համատեքստում, քան պարզապես խորհրդարանի ընտրությանը Հայաստանում իբրև թե հիբրիդային հարձակումներին հակազդելուն։ Սրա մասին է վկայում այն, որ Եվրամիությունը մտադիր է այդ քաղաքացիական առաքելությունը տեղակայել 2 տարի ժամկետով, ինչը ամենևին չի նշանակում նաև, որ հետագայում չի ունենա ավելացնելու հավակնություն եւ չի բավարարի այդ հավակնությունը։ Որոշումը առաջիկայում դրվելու է արտաքին գործերի նախարարների սեղանին եւ մեծ հավանականությամբ հավանության կարժանանա նաև այդ սեղանին։ Այս տեսանկյունից շատ հետաքրքիր մանրամասներ է հայտնում Ազատությունը որոշման հիմնավորումների վերաբերյալ, որոնք կրկնեմ վկայում են այն մասին, որ այստեղ Եվրամիության համար այս մեխանիզմը անհրաժեշտ է խորհրդարանի ընտրության առիթով, բայց առավել գլոբալ քաղաքական պատճառներով։ Օրինակ նշվում է, որ այս խմբի տեղակայումը կարևոր է նաև խորհրդարանի ընտրությանը հաջորդելիք թիմ ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի համատեքստում եւ դրանք կարևոր քննություն են լինելու, բայց ոչ միայն ներքին կայունության, այլ նաեւ տարածաշրջանային խաղաղության համար։ Այլ կերպ ասած, Եվրամիությունը այստեղ այս խմբի առաքելությունը տեսնում է շատ ավելի լայն քաղաքական ասպեկտով եւ սրա միջոցով փորձելու է սպասարկել եվրոպական շահերը լայն իմաստով, ռեգիոնալ իմաստով եւ նույնիսկ ռեգիոնալ ասված տեսանկյունից ոչ միայն կովկասյան տրամաբանության իմաստով։ Օրինակ դրա մասին է վկայում եւ այն, որ հիմնավորումների մեջ նշվում է Իրանի շուրջ իրավիճակը եւ նաեւ այն, որ Հայաստանի համար Իրանի սահմանը կարեւոր է եւ այդ սահմանը Իրանի շուրջ զարգացումների բերումով կարող է հայտնվել ինչ-որ ռիսկերի ներքո, դա բերել Հայաստանի համար Ռուսաստանից ավելի մեծ կախվածության եւ այլն։ Այսինքն ակնհայտ է, որ Եվրամիության արագ արձագանքման խումբը զբաղվելու է նաև Հայաստանից, զբաղվելու է նաև Իրանին վերաբերող հարցերով։ Եվ կրկնեմ, սա եւս ի ցույց է դնում այն, որ Եվրամիության նպատակը եւ բուն շարժառիթը շատ ավելի լայն գլոբալ քաղաքական համատեքստ ունի։ Հատկապես Իրանի պահը այստեղ կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք, թե Իրանի շուրջ ինչ բազմաշերտ նոր զարգացումներ են ծավալվում, Միացյալ Նահանգները ձեռնմուխ է լինում ոչ թե Հորմուզի նեղուցի բացմանը, այլ շրջափակման խորացմանը, իհարկե այն ձևակերպմամբ, թե շրջափակում են Իրանի համար, բայց փաստն այն է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը ստանում է կրկնակի բնույթ։ Իրանը իր հերթին է շրջափակում նեղուցը, Միացյալ Նահանգները միանում է շրջափակմանը իր հերթին։ Ձևակերպումներն այստեղ կարծես թե այդքան էլ էական չեն։ Եվ այս ամենը ակնհայտորեն առաջին հերթին հարվածում է նաև Եվրամիությանը, որովհետև Եվրամիության համար առանց այդ էլ այս պատերազմի հետևանքով խորացած էներգետիկ ճգնաժամը ստանում է շատ ավելի խորը եւ երկարատև բնույթ կամ առնվազն ռիսկ։ Հետևաբար նեղանում է օղակը Եվրամիության շուրջ։ Այս հանգամանքում արդեն պարզ է, որ Եվրամիությունը փորձելու է գտնել այդ օղակը ճեղքելու ուղիներ եւ Կովկասը դիտարկում է դրանցից առաջնայիններից մեկը։ Եվ այստեղ է նաեւ շատ կարեւոր, երբ այդ հիմնավորումներում խոսվում է տարածաշրջանային խաղաղության մասին։ Ավելին, Եվրամիության այդ հիմնավորումների մասին Ազատության ներկայացրած մանրամասներում հետեւյալ մի ձևակերպում կա, որ պետք է բացատրեն Ադրբեջանին, որ Եվրամիության արագ արձագանքման խմբի ներգրավումը նպաստելու է ռեգիոնալ կայունությանը, որպիսի Ադրբեջանը չունենա ինչ-որ տարընկալումներ եւ բացատրելու են, որ սա այսպես կոչված խաղաղության սպառնալիք չէ։ Այսինքն արձանագրենք այստեղ
հետևյալը, բացի գլոբալ քաղաքական համատեքստից, թե ինչի համար է Եվրամիությանը անհրաժեշտ այս մեխանիզմը Հայաստանում։ Փաստորեն, Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու հարցում Եվրամիությունը բացատրություն է ներկայացնելու Ադրբեջանին։ Արձանագրենք Հայաստանի ինքնիշխանության կրկնակի ոտնահարման հանգամանքը, այն ինքնիշխանության մասին այն ճառասացության եւ ճամարտակության ֆոնին, որ մեր հանրությանը մատուցվում է իշխանության կամ իշխանամերձ քարոզչական շրջանակների միջոցով։ Նախ, անմիջական միջամտություն եւ մասնակցություն Հայաստանի ներքին գործերին, ընդ որում երկամյա ժամկետով եւ ոչ թե միայն պարզապես խորհրդարանի ընտրության, որովհետեւ երբ դիտարկում ենք թե ինչով է զբաղվելու խումբը, տեսնում ենք, որ այդ գործառույթները էապես առնչվում են Հայաստանի ներքին գործերին վերաբերող ամենատարբեր թեմաների հանդեպ առնվազն ինֆորմացիոն ինտենսիվ հասանելիությանը եւ դրանց վերաբերյալ մշակումներին։ Սա ինքնիշխանության հանդեպ միջամտության եւ ոտնձգության մի շերտը եւ մյուս շերտը, որ Հայաստանի վերաբերյալ Հայաստանի հետ թեկուզ տեսականորեն դիտարկենք Հայաստանի հետ կայացրած որոշման առնչությամբ Եվրամիությունը բացատրություն է տալու Ադրբեջանին, որպիսի Ադրբեջանը հանկարծ սխալ չհասկանա։ Սա ինքնիշխանության միջամտության երկրորդ շերտը, եւ այս երկու շերտը աղաղակող ձևով արտացոլում են, թե իրականում այս խաղաղություն կոչվածը, որը գործնականում խաղաղություն էլ չէ, այլ Հայաստանին, այսպես ասած, խաղաղության ռեժիմի պարտադրման շարունակվող գործընթաց, ինչքանով է ապահովում Հայաստանի ինքնիշխանություն եւ անկախություն, ինչպես փորձում է դարձյալ իշխանական եւ մերձիշխանական քարոզչությունը համոզել Հայաստանի հանրությանը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պարզապես ավելի ու ավելի վերածվում է աշխարհաքաղաքական ռազմավարությունների շահերի մրցակցության կամ բախման օբյեկտի, եւ այս աննախադեպ իրավիճակը, երբ արտաքին դերակատարը ինստիտուցիոնալ անմիջական ներկայություն է ունենալու Հայաստանի ներքին կյանքում, դրա, կրկնեմ, ցավալիորեն աղաղակող դրսևորումն է։ Եվրամիության համար Հայաստանն այս տեսանկյունից դառնում է օղակը ճեղքելու կամ իր շուրջ նեղացող աշխարհաքաղաքական շրջանակը ճեղքելու առանցքային ուղղություն, որովհետև Կովկասը ընդհանուր առմամբ դիտարկվում է հենց այդ ուղղությունը դեպի Կենտրոնական Ասիա եւ դեպի Մերձավոր Արևելք ճյուղավորման իմաստով, եւ Կովկասում Հայաստանը այդ իմաստով ստացվում է բացառիկ հնարավորություն, որովհետև գիտենք Վրաստանի հետ բարդ հարաբերությունը, Ադրբեջանի պարագայում մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն անգամ ինքն է հաշվետու Ադրբեջանին, հաշվի առնելով նաև հենց այն հանգամանքը, որ այս նեղացող օղակը առաջին հերթին էներգետիկ ճգնաժամ է եւ Ադրբեջանի ռեսուրսները այդ տեսանկյունից դառնում են շատ կարեւոր։ Ինչպես նաև Ադրբեջանը կարևոր է դառնում դեպի Կենտրոնական Ասիա ռեսուրսների հասանելիության իմաստով։ Եվ այստեղ զարմանալի չէ, որ Եվրամիությունը պարզապես հաշվետվություն է ներկայացնելու Ադրբեջանին, թե ինչ է անելու Հայաստանում։ Հասկանում ենք, որ այդ հաշվետվությունը պարունակելու է հետևյալ իմաստը. մենք Հայաստանում ոչ միայն չենք անի ոչինչ, որը կհակասի Ադրբեջանի շահին, այլ հակառակը, թույլ չենք տա ոչինչ կամ համենայն դեպս կձգտենք թույլ չտալ ոչինչ, որը հակառակ կլինի Ադրբեջանի շահին։ Ի վերջո սրա մասին է, երբ խոսք է գնում ռեգիոնալ, այսպես ասած, կայունության կամ խաղաղության պահպանման վերաբերյալ, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ կայունությունը եւ խաղաղությունը պահպանվում է գերազանցապես Հայաստանի շահերի եւ իրավունքների հաշվին։ Եվ այստեղ Հայաստանը մնում է Եվրամիության համար, այսպես ասենք, միակ հնարավորությունը կամ թող կոպիտ չհնչի ոդկատեղը, ոտնատեղին, որը հնարավորություն է տալիս Կովկասում շատ թե քիչ լինել խաղացող սուբյեկտ։ Եվ հասկանալի է, եթե բաց թողնեն այդ հնարավորությունը, սա Եվրամիության համար կլինի բավականին շոշափելի քաղաքական կորուստ։ Իրենք բնականաբար չեն ուզում առավել խորացնել կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ այդ տեսանկյունից Հայաստանը դիտարկում են գոնե որոշակիորեն բալանսավորող հանգամանք, բալանսավորող ուղղություն իրենց ակտիվության եւ ներկայության իմաստով։ Թեպետ կրկնեմ, ընդգծենք, որ հաշվետու են Ադրբեջանին, որ չեն անում ոչինչ, որը հակասի Ադրբեջանի պատկերացումներին։ Ի վերջո հիշենք, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարում էր, որ Հայաստանում պետք է իր գործունեությունը դադարեցնի առնվազն հայ-ադրբեջանական սահմանին, դադարեցնի եվրոպական այդ քաղաքացիական մեկ այլ առաքելություն, որ արդեն շատ երկար ժամանակ Հայաստանում է, դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի ուղղությունից, Հայաստանի կողմից։
Այս առաքելությունը, ինչպես ելի առիթ եմ ունեցել ասելու, դիտվում է իբրև խաղաղության գրավական, բայց ընդամենը մի քանի օրինակը պարզ ցույց է տալիս, որ նրանք խաղաղության հետ գործնականում կապ չունեն եւ ընդամենը աշխարհաքաղաքական շահեր ներկայացնելու մի մեխանիզմ են Եվրամիության համար։ Եվ Ադրբեջանը նաև ստիպեց արձանագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի չստորագրված պայմանագրի տեքստում, որ երրորդ երկրների ուժեր չպետք է լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այսինքն Եվրամիության այդ ուժերը խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում ստիպված են լինելու հեռանալ հայ-ադրբեջանական սահմանից։ Ինչ են անելու, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց մենք տեսնում ենք, որ հիմա արդեն Եվրամիությունը երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում եւ դարձյալ Ադրբեջանի հետ հաշվետվության ռեժիմում, որովհետեւ նույն քաղաքացիական այդ խաղաղապահ մոնիտորինգ իրականացնողները դարձյալ հաշվետու էին Ադրբեջանին եւ ինչպես այդ առաքելության նախկին ղեկավարներ հարցազրույցներից մեկում մի առիթով նշել, իրենք պարբերաբար հայտնում իրազեկում են Ադրբեջանին իրենց մոնիտորինգի ուղղությունները եւ պլանները։ Այս ամենը վկայում է եւ ցավալիորեն հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի պետական քաղաքականության դիվանագիտական ապաշնորհությունը հասցրել է մի իրավիճակի, երբ Հայաստանի հարցում աննախադեպ հանդուգն են դարձել աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք բացահայտորեն միջամտում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կամ հայտարարությունների եւ ինչը այս դեպքում առավել աղաղակող է անմիջական մեխանիզմների, ինստիտուցիոնալ մեխանիզմների իմաստով։ Եվ կրկնեմ, սա ճակերտավոր իմաստով լավագույն ցուցիչն է, թե ինչ աստիճանի է այդ ինքնիշխան եւ անկախ պետության ձեռքբերում ասվածը, որ դարձել է Հայաստանի պաշտոնական քարոզչության առանցքային նարատիվներից մեկը։ Ստացվում է, որ ինքնիշխանություն եւ անկախություն ասվածը ընդամենը այն է, որ մեր համար աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում առավել բաց եւ անկաշկանդ են դառնում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ, ընդ որում գործնականում բոլորին միավորում է մի հանգամանք։ Հայաստանի վերաբերյալ ցանկացած որոշման հարցում նրանք բացատրվում են Ադրբեջանին։ Սա կարծում եմ չափազանց խոսուն հանգամանք է եւ բավականին չափազանց մտահոգիչ հանգամանք։